Հավերժի ճամփորդ Արայիկ Մաթևոսյան Արայիկ Գագիկի Մաթևոսյանը ծնվել է Աբովյան քաղաքում 1985-ի սեպտեմբերի 29-ին։ Նախնական կրթությունը ստացել է Աբովյանի թիվ 1 միջնակարգ դպրոցում։ 2002-ին ընդունվել է Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ 2006 թվականին ավարտել է եւ որպես լեյտենանտ աշխատանքի անցել Նոյեմբերյանի Կողբի զորամասում։ Արայիկի հայրը եղել է ազատամարտիկ, 1990-ականներին մասնակցել է Արցախյան ազատամարտին։ Երբ փոքր էր, չէր կարողանում արտասանել իր անունը՝ Արայիկ։ Դրա փոխարեն ասում էր Ակի։ Այդպես էլ մինչև վերջ մնաց Ակին հարազատների ու զինակիցների շուրթերին։ Նոյեմբերյանում ծառայել է մինչև 2015 թվականը, այնուհետև տեղափոխվել է Վանաձորի Դուց կոչվող զորամաս։ Մշտապես եղել է առաջնագծում։ Զորամասում ծառայելուց հետո նախընտրությունն ավելի շատ տվել է դիրքային ծառայությանը։ 4 տարին մեկ ունեցել է հնարավորություն անցնելու թիկունք, սակայն ամեն անգամ ընտրել է առաջնագիծը։ Արդեն 2016-ին սեփական դիմումի համաձայն տեղափոխվել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Եղնիկներ զորամաս։ Արայիկի եղբայրը Աբելը պատմում է, որ բանակում ծառայել է եղբոր հրամանատարության տակ։ Արայիկը որպես հրամանատար եւ հոգատար էր եւ պահանջկոտ, դուխով էր բառի բուն իմաստով։ Իր վաշտը անընդմեջ 6-ամսյա քննությունների ժամանակ առաջին հորիզոնականն էր գրավում։ 2020 թվականին, երբ թշնամին նորից հարձակվել է Արցախի վրա, Ակին արձակուրդում է եղել, բայց առավոտյան մեկնել է առաջնագիծ։ Պատերազմի օրերին վիրավորվել է ոտքից, սակայն վերադարձել է դիրքեր զինակից ընկերների մոտ։ Զինակիցները պատմում են, թշնամին նրանից վախենում էր, կրակում էր, բայց երբ չէր կարողանում վնասել, Արայիկը վերադառնում էր գետնին հավասարեցնելով թշնամու դիրքերը։ 2021 թվականին լրացել է Արայիկի ծառայության 20 տարին, ստացել է Արցախի Հանրապետության քաղաքացիություն։ 44 օրյա պատերազմից հետո ամուսնացել է եւ կրկին շարունակել ծառայել նույն զորամասում։ Արդեն 2022-ին ծնվել է Արայիկի որդին, որին այդպես էլ չի հասցրել տեսնել, քանի որ եղել է Արցախում շրջափակման մեջ։ Երբ հարցրել են, չես ուզում երեխայիդ գոնե մեկ անգամ տեսնել, նա պատասխանել է. շատ եմ ուզում, բայց իմ որդին ապահով է, իսկ այստեղի երեխաներին ով պետք է պաշտպանի։ Արայիկը զոհվել է սեպտեմբերի 20-ին Մռավի լեռներում։ Նրա անմիջական հրամանատարության տակ գտնվող դիրքերից մեկի հետ կապն ընդհատվել է։ Զանգել է վերադասներին, հայտնել, որ ցանկանում է բարձրանալ տվյալ դիրք, չեն թույլատրել, չլսելով հորդորներին գնացել է։ Ծառայակից ընկերը Էդգարը նույնպես բարձրացել է նրա հետ։ Երբ բարձրացել են տվյալ դիրքը, ամբողջ անձնակազմից մի հոգի է ողջ մնացած եղել։ Արայիկն ու Էդգարը փորձել են տղաների մարմինները փլատակներից դուրս բերել։ Թշնամին 2 անգամ ինքնաթիռ է ուղարկել նույն դիրքի ուղղությամբ։ Ինքնաթիռի երկրորդ հարվածից 2-ն էլ զոհվել են։ Ուղարկավորված է Աբովյանի Սուրբ Ստեփանոս եկեղեցու մուտքի մոտ։ Ծառայության ընթացքում պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժեր 20 տարի հոբելյանական մեդալով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի Գարեգին Նժդեհ մեդալով, անբասիր ծառայության համար մեդալով եւ Արցախի Հանրապետության արիության համար մեդալներով։